Մենք վերադարձանք եւ ինչպես նշել էինք, մեր այսօրվա եթերը շատ երաժշտական է լինելու։ Ջազի սիմֆոնիա Գարիկ Քյոսայանը կներկայացնի իր հեղինակային ստեղծագործությունները։ Մայստրոն գրել է շուրջ 100-ից ավել ջազային ստեղծագործություններ եւ երաժշտություն ֆիլմերի ու ներկայացումների համար։ Գարիկ Քյոսայանը եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մայստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կներկայացնեն Գարիկ Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները եւ այդ առիթով այսօր ունենք հյուր, ում հետ զրուցելու ենք մեր կողմից շատ սիրված եւ շատ սպասված Գարիկ Քյոսայան, բարև ձեզ։ Բարի լույս, մայստրո, ինչպես եք։ Շնորհակալություն։ Լավ եք։ Լավ, պարտեզ։ Ջազ է ամեն ինչ ձեր կյանքում։ Ջազը ինձ թվում ապրելակերպ է։ Իսկ ինչպեսին է այդ դեպքում ջազային ապրելակերպը։ Լինել ջազմեն հոգով, ասենք եթե դուք շփվեք ջազը մի այնպեսի բարձրագույն արվեստ է, որ իմպրովիզացիայի հոգեբանությունն է միշտ եւ այնպեսի իմպրովիզացիաներ, որ ոչ չխանգարել։ Մի բան էլ օգտակար լինել ժողովրդին եւ հանդիսատեսին ու իմպրովիզացիա մտքերով ու նոր ստեղծագործությունով, նոր լուծումներով ստեղծագործական։ Երբ է լինելու ջազի սիմֆոնիան, որտեղ է տեղի Վաղը 13-ին ու պա 13 հիանալի օր է։ Ժամը 8-ին երեկոյան ֆիլհարմոնիայի մեծ դարի Ալամ Խաչատրյան համեկարգում։ Առաջին անգամ չի ձեր կյանքում, որ սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցում եք։ Երրորդ անգամ։ Այ դրա մասին է ուզում ասել, որ չէ որ դուք եղել եք առաջիններից Հայաստանում, եթե չեմ սխալվում, որ ստեղծեցիք ջազային տրիո եւ նվագում եք եւս երկու երաժիշտի հետ։ Իսկ այստեղ սիմֆոնիկ նվագախումբ եւ դուք որն է ավելի հոգեհարազատ եւ ինչու հենց սիմֆոնիկ։ Բոլորը հոգեհարազատ են, որովհետեւ տրիոն իրեն հետաքրիր գույներ ունեն, կատաղական սիմֆոնիկ նվագախմբը շատ ավելի դա մանկությանս երազանքներ, որ լսում է ջազ եւ լսում է դասական երաժշտություն, դասիրակվել եմ դասական երաժշտությամբ, որ ընտանիքս կոմպոզիտոր հայրս դասական երաժշտություն, Բախ, Բեթհովեն, Մոցարտ, Ռախմանինով, բայց որ առաջակամ ջազ լսեցի, գերեցի ուղղակի ջազը, չեք պատկերացնում ոնց։ Եվ 7 տարեկան էի։ Հարևանից տնից ջազ լսեցի առաջ անգամ եւ զարմացա դա ազատության եւ իսկ ինչ ստեղծագործություններ հիշում եք։ Այո, Էրոլ Գարներ, հիշում եմ, դաշնակահար, հիշում եմ։ Եվ դու Օսկար Պիտերսոնի շատ լսում եմ ժամանակ, Էլլա Ֆիցջերալդ եւ դա ոնց որ դրանով մենք դասիրակվեցինք։ Այդ մեր սերունդը ավելի դասիրակվեց ջազմենների։ Եվ մանկուց երազանք կար որ ինչ գեղեցիկ էր սիմֆոնիկ օրկեստրով ակոմպանեմենտներ ջազ երաժիշտի պատկերացնում եք դա հզոր բան եւ Պարտիվոր երազանքս կատարվեց եւ արիտ եղավ գրել երաժշտություն ֆիլմերի եւ ներկայացումներ այդտեղ ես օգտագործեցի այդ հնարավորությունը եւ Պարտիվորը ստացվեց Պարոն Թոփչյանը մենք երկրորդ անգամ ենք հանդիպում առաջ անգամ ենք հանդիպեցինք 16 թվականին եւ Հռոմի Պապն էր եկել Հայաստան պետք է գար ավելի շուտ մենք ձայնագրեցինք իմ Ave Maria ստեղծագործությունը Պարոն Թոփչյանի հետ Իրինա Զաքյանի կատարմամբ բավականին հաջող ձայնագրություն ձայնապլակ դուրս եկավ եւ առաջին նվիրեցինք Հռոմի Պապին այո եւ առաջ անգամ արարողության ժամանակ հրապարակում հնչեց այդ Ave Marian հենց որ կաթողիկոս Հռոմի Պապը արարողություն էր անում հնչեց Ave Marian-ի առաջ անգամ Մայստրո արձագանք եղավ Հռոմի Պապից ինչ շատ դուրեկր էր ինչ խոսք Իսկ արդյոք այս ստեղծագործությունը հետո էլ օգտագործվեց չի օգտագործվել, բայց քանի անգամ Հռոմի Պապը լսում էր, ամեն քնելուց առաջ լսում էր։ Մայստրո, սիմֆոնիկ նվագախումբ, ջազ եւ միայն ձեր ստեղծագործություններն են հնչելու վաղը։ Ոչ, թե դասական նաեւ։ Դասական։ Առաջի բաժինը սոլո դաշնամուր է, նվագում եմ դասականներ, ջազի եւ իմ սիրած կոմպոզիտորներից Միշել Լեգրան, Ջոն Լուիս, Էրիկ Սատիեմ նվագելու եւ իմ ստեղծագործությունները սոլո դաշնամուր եւ կան նոր սուրպրիզներ կան, նոր գործեր, որոնք պրինչել առաջ անգամ այո։ Պրեմիերաներ է լինելու վաղը համերգի ժամանակ։ Այո։ Շատ բարի։
Վաղ ժամուտին ֆիլհարմոնիկում հանդիպում ենք ջազի եւ դասական երաժշտության սիրահարները, որտեղ հետաքրքիր, այսպես ասած, համաձուլում է լինելու ջազի եւ դասական երաժշտության։ Բացի սիմֆոնիկ նվագախմբից կան էլի հյուրեր հրավիրված, ովքեր վաղը ներկային լինելու։ Միայն սիմֆոնիկ նվագախումբ եւ բայց սիմֆոնիկ նվագախումբն էլ է բավականին։ Բավականին շատ է եւ բավական է։ Մայստրո, դուք 90-ականներին գնացիք Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ 88-ից, այո, 80-ականների վերջին գնացիք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դա ջազի օրանն էր, ջազի հայրենիքը։ Ջազի կարող եմ ասել համալսարանն է ջազի համալսարան, այո։ Բայց դուք արդեն բավականին փորձ ունեք եւ այլն։ Ինչ նոր բան սովորեցիք եւ ինչ տվեց դա ձեր հետագա ուրեմն գործունեության համար։ Ինչ խոսքը ինձ համար ջազի գիգանտ ջազմենների հետ շփվել է ծանոթանալ մեծ երազանք էր եւ ինչ խոսքը շատ բան սովորեցի իրանցից, որտեղ ես հանդիպեցի այնպիսի ջազմեններ, ինչպես Էդի Հերիսներ եւ շատերին անձամբ գտնվեցի այնպիսի համերգներում, շա Մայլս Դեվիսի վերջի համերգին եմ եղել եմ Անտոնիո Կարլոս Ջոբեմի համերգին անձամբ եւ շատ մեծերի համերգներ եմ եղել եւ ծանոթացել եւ շատ գնահատել եմ երաժշտությունը եւ իմ մտքերը։ Հիշում եմ 90-ական թվականներին, որ առաջ անգամ Էդի Հերիսի հետ հանդիպեցինք, շատ պատահական, շատ հետաքրքիր պատմություն է, հետաքրքիր ժամանակ ունեք պատմեմ ձեզ։ Այո։ Ես 90 թվականից աշխատում եմ արդեն Միացյալ Նահանգներում Փասադենայում մի շատ հետաքրքիր ակումբ կար, ջազ ակումբ, ֆրանսիական կոչվում է Ֆլոր Դևին։ Մեծ համբավ ունեցող ակումբ է, որտեղ ֆրանսիական ուտելիքներ, ֆրանսիական նիստուկած եւ իմ երաժշտությունը շատ համահունչ է իրանց, որտեղ soft jazz, փափուկ ջազ, ռոմանտիկ ջազ շատ սիրում են։ Եվ ինձ միանգամից կոնտրակտ հետազգաբեցին, մեծ կոնտրակտ, եւ 7 տարի աշխատեցի այդ ակումբը շատ մեծ հաջողություն ունեցավ։ Եվ տերը լինելով շատ գերագետ մարդ ինձ ազատություն տվեց, ասեց ոնց հարմարես գտու ունեցա այս ակումբը կարգավորի եւ Այսինքն դուք ոչ միայն երաժիշտ եք, այլ նաև արտ դիրեկտոր ըստ երևույթի։ Ծրագիրը ես եմ։ Հասկացա։ Վստահաբար ծրագիրը։ Մենք էլ մտածենք, որ 3 օր անենք սոլո դաշնամուր եւ 2 օր անենք հրավիրենք ջազմենների։ Որտեղ Ամերիկան, գիտեք, զորք կա, հսկայական զորք, լավագույն ջազմենների։ Եվ տենց էլ եղավ։ Եվ մենք ամեն ուրբաթ շաբաթ հրավիրում ենք բարձրագույն մակարդակի ջազմենների։ Եվ ես իմ դերը հնարավորություն ունեմ, որ ծանոթանամ ջազմենները եւ նվագեմ այդները։ Մի անգամ ես արդեն բավականին մեծ փորձառություն ունեի ջազմենների հետ նվագելու եւ մի անգամ սաքսոֆոնիստի կարիք ունեի, իմ սաքսոֆոնիստը Լուիս Թեյլոր, դիսկի մեջ ինձ զանգվեց, ասել ես չեմ կարող գալ, բայց իմ տեղը մի հատ ուրիշ սաքսոֆոնիստ գա, Գարներ Թոմաս, որ նորից ֆայլուն սաքսոֆոնիստ է, ոչինչ չի ասել, ոչինչ, դու հովանավոր, դու ռեկոմենդված ոնց եմ ասում, հովանավորում ես, կամ վստահեցնում ես, այո։ Եվ սպասում եմ սաքսոֆոնիստին, չկա սաքսոֆոնիստ։ Ժամի 9-ին մենք տրիով նվագում ենք, սաքսոֆոնիստը չկա։ Ժամի 9-ից 10, 20 չկա, 25 չկա, մեկ էլ դուրը բացում եմ, մարդ գլխակով սաքսոֆոն ուսին, ես բացում եմ նայում ինձ, ես ասում, ես ուշացել, ես ասում, արին ես ասում, ես հարմացած գարիս աններ, ինք չի, ուրիշ մարդ է, էդ եմ պատում, դա mən զարմանալու պատահականություն և ասեցի, ասում եմ ուզում ես նվագեմ, ասում եմ, բացեց սաքսոֆոնը, ինչ են նվագում, ասի ինչ են նվագում, մոլ բլուզ, մազդեն, օքեյ, հենց սկսեց նվագել, զարմացա ինչպիսի հնչողություն։ Նվագելուց հետո այնտեղ ժողովուրդն հասկացան սա ինչ ա կատարում, ինչ մակարդակի, ինչ կալիբրի երաժիշտ է, ծափահարությունները բաներ եւ մոտեցավին ասեց what's your name, անունդ ինչ ասեցի, Գերի Կեսայան, ասեց Էդի Հերիս։ Անվճար նվագեց։ Այո, այդ ժամանակ եմու սաքսոֆոնիստ եկավ, ու տեսա վրա, ասեց գնաց հեռունս։
Վախեցած։ Այո, իհարկե, ոնց կարող է։ Եվ ասեց, բամիան ասեց շատ լավ ես նվագում, դες մենք ընկերացանք։ Եվ պատկերացնեք մի 4-5 օր հետո իրաց ծնունդներ եւ մենք ինքներ շատ սիրում էր օրիգինալ բաներ։ Եվ կողքի ակումբում, Բեքփթեթո ակումբում, Ռեչարզի ջազ ակումբներ։ Դա իրաց ծնունդը պետք է լիներ։ Biz մեկի իմացանք, ես էլ ինքը միշտ ասում էր հայկական դուդուկ եմ ուզում լսեմ։ Ես այնտեղ տղաներ ունեի, որ դուդուկ նվագում, բերեցի Բեքփթեթո, լսեցին դեռ, մի հատ շատ գեղեցիկ աղջկա ծաղկեփունջ մեծ տվեցին, տարա Էդերիսին հազնեցումը եւ իրանք դուդուկով սկսեցին Happy Birthday նվագել։ Ես Էդերիսը զարմացել էր, ինչ ա կատան, որտեղից խոսքով տենց սուրպրիզներ եւ այդպես ընկերություն արեցին մի հատ։ Մայստրո ասացիք դուք ինչքանով է ձեր ջազը, որը որ դուք ստեղծակ, ձեր ստեղծագործություններում այդ հայկական էլեմենտը ինչքանով է մեջը եւ ինչքանով է մեջը դասական ջազային ստանդարտներ կամ ջազի ոգին, որը որ Ամերիկայից է եկել։ Իմ գրած ստեղծագործությունների մեջ ինչ խոս հայկական հարմոնիկ մտածելակերպ եւ լադայի մտածելակերպ գոյություն ունի, որտեղ դրանց հնարավոր չէ, որտեղ ես ծնվել եմ եւ լսել եմ այն հրաշի երաժշտություն, որ ունեմ հայ ժողովուրդը, պատարակներ, Կոմիտաս, Եկմալյան, Խաչատրյան, Շարլ Ազնավուր, որ ապշելու գանձարան են դրանց ոնց կարելի է չքաղել այդ լադային, Միշել Լեգրան, ապշելու։ Եվ ինչ խոսք է իմ երաժշտության մեջ դա ընդգծվում է։ Եվ դրանով է ինքը թարմ, որ չի նմանվում ուրիշ մտածելակերպ է, շատ թարմ է, որտեղ անցյալ անգամ խոսեցինք իմ ապրիկոթի մասին, մի հատ ընկեր ասաց, երբ ես գրել ասի Ծիրանիցար, ասաց երբ ես գրել ասի 95 թվականին, ասաց ոնց որ 3 գրած են, ասաց թարմ է ասիկը, որտեղ մեր դասականների հարմոնիկ մտածելակերպը մելոդիկ մտածելակերպը շատ հարուստ է եւ շատ հոգեվոր։ Իմիջիալոց վաղ բոլոր այն մարդիկ, որոնք որ կգնան համերգի, կարող են ստանալ այսպիսի ձայնասկավառակ Գարիկ Հյուսայանի ստորագրությամբ։ Մենք եք խնդրենք վերջում ստորագրեք մեզ համար, այո։ Եթե համերգից մոտենան ինձ ես ստորագրեմ։ Անպայման։ Ձեր տեղը ոչ մեկ չի կարող ստորագրել, այո։ Մոտեցեք եւ ստացեք ձեր ստորագրությունը։ Եվս մեկ հարց, որ ինձ հետաքրքրում է, ինչի է Հայաստանում այդքան զարգացած ջազը եւ ինչի մենք այդքան ջազմեններ ունենք տարբեր սերունդների դուք ձեզանց ավակ սերունդ ունենք, որոնք որ փառք դեռ կան եւ կենթան են եւ նվագում են եւ երիտասարդները, որոնք որ անդադ չգիտեմ որտեղից պսնում են։ Շատ մեծ զորք ունենք չտեսնված երաժիշտների, չեք պատկերացնում, երիտասարդներ եւ ինչ խոսանցալում էր թիվ 1 ջազմեններ ունենք։ Իրեք մեր հայ հոգեբանության մեջ մտածելը շատ կարևոր դեր է խաղացել միշտ։ Եվ մենք լինելով հոգեորած եւ իդուտերը չի որ ունենք նարեկացի, որ մտքի իմպրովիզացիայի գիգանտն է, գիտեք։ Եվ մտքերի ասենք օվկիանոս, որ կարելի ասել նարեկացի ստեղծագործությունները։ Եվ գեներով իր տեղափոխվել է մեր ժողովրդին այդ գենետիկան մտքի պայծառության եւ մտքի ճկունության եւ ջազը ինքն էլ հենց լինելով իմպրովիզացիան արվեց մտքի թրիչք է։ Երաժշտության միջոցով դու կարող ես խոսել մարդկանց հետ, որտեվ երաժշտությունը ստեղծում է ատմոսֆերա։ Եվ այդ նայած ինչ երաժշտություն, ինչ ատմոսֆերա է, հիշում եք ռոք երաժշտության ժամանակ մարդիկ իրար խփում են, ջարդում են, ագրեսիա, դասական ջազի մարդիկ հավասարակշռություն է ստանում հոգևոր, հոգեկան եւ իրաց լավ է զգում։ Իսկապես դրա մասին չի մտածել։ Պարոն Կեսյան, արդյոք հետևում եք Հայաստանում նոր սերնդի զարգացող իհարկե նվագում եմ այդները։ Ես մի կան անուններ, որոնք որ իսկապես տեսնում եք, որ ապագա։ Ես վերջերս մի շատ բարձր մակարդակի երաժիշտ է աշխատում Արտուրի հետ, սաքսոֆոնիստ, իմ Ամերիկա է գնացել, բայց ժամանակավոր։
Եվ իմ վերջի համերգի ժամանակ անցած տարվա ապրիլի 30-ին ջազի միջազգային օրը հրավեր ունեի ես հրավերացություն Միացյալ Նահանգների ջութակարի Լուսինե Ֆիլոն հայուի է ապշելու երաժիշտ չեք պատկերացնում եթե հնարավորություն ունեք YouTube-ում անում կա իր այդ երևույթը եւ իմ հետ նվագում են երկու ջազմեններ Սուրենա բաս գիտար եւ Գևորգ հարվածային ապշելու ես տենց կամպանիի մեջ դասել եմ եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում լավագույն ջազմեններ որ նվագել եմ Ուլի Ջոնս բան այդ տիպի կամպանիի մեջ ամերիկյան բարձր մակարդակի տիպի մակարդակի երաժիշտներ են իրենք Եվ եթե ինչն են զարմացնում, որ այդպիսի մակարդակով երաժիշտների կողքին եւ այդպիսի ճաշակով երաժիշտների կողքին նաեւ ունենք այլ մակարդակ եւ այլ ճաշակներ։ Դա ինչի հետ է կապված։ Ինչ եք մտածում։ Գիտեք, բնության մեջ կան ճանճեր եւ մեղուներ։ Ամեն ինչ բացատրում ես, այսօր շատ արագ եւ հեշտ բացատրես։ Այո, ճանճերը խանգարում են, ճանճերը խանգարում են, մեղուները օգնում են։ Մեղր են մատակարարում։ Մեղրը դա բան չկա, չէ։ Ինձ մեկ արդեն բոլորս հասկացան ճանճեր եւ մեղուներ ասելով ինչի նկատի ունենք։ Վաղ ժամուտին ուրեմն սիմֆոնիկ նվագախմբի հետ Գարիկ Հյուսայանը մեծ համերգ կտա, ջազի սիմֆոնիա, երկու մայստրոները Հյուսային եւ Թոփչյան եւ ջազի եւ դասական երաժշտության սիմֆոնիկ երաժշտության սիմբիոզ հրաշք մի համերգ ես խորհուրդ եմ տալի բոլորդ ներկա լինեք տոմսերը կան շատ քիչ է մնացել շտապեք ինչ կարող եք ասել վերջում ինչ հղում կասեք ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել մենք ենք շնորհակալ որ դուք կաք եւ գալիս եք զրույցի համար որովհետեւ հաճախ չի ստացվում գեղեցիկ զրույց որովհետեւ մեկ-մեկ այս հարցերն դարի չգիտեի պատասխան մենք պատրաստել ենք մեղուների եւ ճանճերի շնորհակալություն երկարատև ուրեմն գործունեություն եւ թո ջազը երկար ապրի ձեր հոգում եւ ձեր մարմնում դա ամենակարևորն է թե մեր համար թե ձեր համար մենք գնում ենք գովազդի այս ընթացքում խնդրում եմ մեզ համար ստորագրություն թողեք մայստրո ջան Գովազդ շանթի եթերում այո մնացեք մեզ հետ մենք դեռ ձեզ չենք ասում տեսություն